Սիրելի Աստծո ժողովուրդ, բարև բոլորիդ։ Տերս թող օրհն է մեր այս առավոտը, Կիրակի օրը, որնոր Տիրոջ օրն է, ու ամեն ինչ թողնելով պիտի Տիրոջը ծառայենք։ Ուրեմն շատ հաճախ կխոսացվեն մասին, որ կինը իրավունք չունի քարոզելու։ Կինը պիտի լուռ մնա։ Այս հարցի հետ կապված բավականին շատ մեկնություններ են գրել, որոնց մասին ես պիտի շատ խորությամբ անդրադառնամ ու շատ մանրամասն դետալներով, փաստերով ներկայացնեմ, թե եկեղեցում ով պիտի լուռ մնա։ Այսօր այնքան են կին մարգարեներին լռել, որ եկեղեցիների մեջ հոգևոր սպանություն քեջ տա, որովհետև սահմանափակել են հոգու ազատությունը։ Սուրբ Հոգին Աստված թափեց եւ կանանց եւ տղամարդկանց վրա։ Ու մենք բոլորս հարց կհամարվենք Աստծո մեջ, թե կանայք եւ թե տղամարդիկ։ Հեչ տղամարդ հարց տեսել եք։ Հետաքրքիրը գիտեք որնոր տղամարդիկ են հարց։ Եթե լուր պիտի մնան, ուրեմն տղամարդիկ է լուր մնան։ Աստվածաշնչի մեջ գրված է. գնացեք բոլոր ազգերը ավետարանեք։ Հետ չտեսել եք, որ գրված է միայն տղամարդիկ պիտի ավետարանեն։ Ամեն դեպքում ես այսօր կուզեմ խոսամ իմ երազիցս ու եղեռնից կանանց հետ կապված ավետարանը քարոզելու մի լտերս չի առաջնորդել։ Ամեն դեպքում բոլորի մեկնությունները ես բացել եմ ու այդ մեկնությունների հետ կապված պիտի բարձրաձայն խոսամ։ Մեկնությունները պիտի բացեմ ու խոսամ, որովհետև մարդիկ կան որ մեկնություն են գրել, Աստվածով անձամբ աղոթեմ ու Աստված ինչ խոսքոր կխոսա, ես իրանց եմ, որովհետև մարդիկ կան որ այնքան են լծվել գիտությունով, որ հբարդացել, մեծամտածել են, ընկել են ու կսպանեն եկեղեցում հոգևորներին։ Հիշեք գիրը կսպանե, հոգին կապրեցնե։ Նաև Աստված ում ուզենա կխոսեցնե, ում ուզենա կլռեցնե։ Իսկ դուք լսել եք որ Աստվածաշնչի մեջ նաև գրած է որ Հիսուսով արույեկ չկա։ Գիտեք ովքեր կլռեցնեն քրերին, ովքեր որ մեղքերի մեջ են, միանշանակ կրնամ ցեզիս եմ։ Ժպիտով ու հանգիստ տոնով կսեմ։ Մարդիկ կսեմ վիրավորված ես։ Ինքան հետաքրքիր վիրավորված ես, պես կսես, որ քեզ սելեն որ կանայք լուր մնան։ Բայց ես ինչից պիտի վիրավորվեմ կամ ումից պիտի վիրավորվեմ։ Պարզապես Տիրոջ բարգությունների չէ։ Շատերիդ վրա, որ սկսել եք Սուրբ Հոգու տեղը, դուք ընձի առաջնորդել։ Ես անհատ քրիստոնյա եմ։ Ես կախված չեմ ոչ մեկից ու ոչ մի բանից։ Ոչ մի մարդկային եկեղեցուց ու ոչ մի հոգևոր առաջնորդից։ Անկախ այն բանից ես որ եկեղեցի կեշտամ, հիշեք, միշտ կախված կմնամ Տիրոջից։ Աստված ինձ հստակսել է գնա 50-ականների եկեղեցին ու հաստատվի։ Բայց Աստված չի սե եկեղեցու պաշտե ոչ տենցի։ Ես 50-ականների եկեղեցի այո կեշտամ։ Բայց ես չեմ էշտան նոր համար, որովհետև ինչ որ բան ունիմ ստանալու։ Ես կեշտամ նոր համար, որպեսզի իմ ու Աստված փոխհարաբերությունները չվնասվին։ Տարբերությունը հասկացաք դուք։ Աստված ինձ այս խոսքն է տվել, որ ես պիտի արածեցնեմ իրա ոչխարներին ու շատ անգամներ են ծիսը։ Իմ մորս մահից հետո Աստված ցավ տունձի կսիրես, երբ որ ես շատ տխուր էի դեպրեսիայի մեջ էի, իհարկե Տեր ջան, ցավ արածեցրույն ոչխարներից։ Ես շատ շատերի հետ աշխատանք պիտի տանիմ ու կտանիմ։ Ուսավ թող մեռածների հետ կապված դու էլ հեշտան չես կրնայնես։ Բայց շատ մարդիկ կան, որոնց դու կրնաս օգնես։ Սավ արածեցրույն ոչխարներից ու հոգ տար իրանց մասին։ Սավ ես ամբողջ աշխարհը քո ոտքերի տակ կփռեմ, մենակ դու հոգ տար։ Իմ ոչխարներից մասին։ Տեր ջան, ինչը խոք տանեմ, միթե ես
լավ հոգ չեմ տանում, սիրտս դծվավ, թե տերս ինչի կմտածոր աշխարհ դիփրեն ոտքերից տակ, որ ես իրա ոչխարներին արածացնեմ։ Սիրելիներ, ես չեմ պատրաստվի ինչ որ մեկին կամ մեկ քանիսին ապացուցեմ, որ ես Տիրոջից եմ, որովհետև Տերը կճանաչե իրաններին ու կճանաչեցնե իրաններին։ Ըմպես որ եթե դուք Տիրոջից խաբար չունիք, կապ չունիք, ու մեծամտաբար ինքնախաբանորեն կսկսեք մեկնություններ կրել, գնացեք ձեր խնդիրը ման եկեք Աստծու հետ։ Վերացրեք ձեր խնդիրը, վերանայեք ձեր հարաբերությունները Աստծու հետ։ Ես այնքան կապված եմ Տիրոջ հետ, որ ամեն մեկ քայլս առանց Տիրոջ չեմ անում։ Իսկ եկեղեցում ինչի կեշտաճարդ, որովհետև այս մեկնությունները գրողները պատահական մարդիկ չեն։ Եկեղեցու պատասխանատու եղբայրներից է կրնանեղնին, որոնց որ Տիրոջով կհանդիմանեմ ու կսեմ։ Հերիք է հոգին սպանեք ու մարմինը ապրեցնեք։ Եսօր ես պայմդած չեմ իմ հեռախոսահամարս դրած է իմ էջից տակ, ով երբ կուզե ես կրնամ հանդիպիմ ու խոսամ։ Ես այն պայմդած տղեկից չեմ, որ պատիեդևից քար կթափեմ։ Ես Աստծով կեշտամ ու չեմ վախենա ոչ մեկից ու ոչ մի բանից։ Ինչ որտեղ սխալ կսեմ, հեռախոսահամարս միշտ տեղադրել եմ ու միշտ պատրաստ եմ եղել բոլորի հետ խոսալու, ովքեր որ կուզեն ճշմարտությունը փնտրեն, իսկ ովքեր որ կուզեն ճշմարտությունը սդի հետ փոխեն, փոխեք առանց իմ ժամանակս խլելու, պարզապես ինձ հոգին շատ պարզ կհայտնի։ Այսօր եկեղեցիների մեջ ինչի կեշտա հոգևոր չարտը, որովհետև եկեղեցիների մեջ կարգ ու կանոն տնողը մարդն է, ոչ թե Աստված։ Շատ պատասխանատու աղբերներ, որոնք որ Տիրոջից չեն օծված որպես հովիվներ, որպես առաջնորդներ, իրանք կսպանեն հոգով լցված մարդկանց։ Ու այդպես սպանությունների հետ շատ ծանոթ եմ։ Ու պատահական չէ, որ ինձ տարբեր եկեղեցիներից կզանգեն 30-40 տարվա նույնիսկ հոգևորականները ու հարց կուտան։ Ու գիտեք հետաքրքիրը որն որ այդքան տարիների հավատացյալը Աստծո հետ չունի մտերիմ փոխհարաբերություն։ Ու գիտեք ինչն է հիմնական խնդիրը, որովհետև իր առաջնորդն էլ չունի։ Եթե ես դաշնամուր նվակել չգիտեմ ինչ կրնամ, դաշնամուր նվակել սորվեցնեմ ինչ որ մեկին։ Հետաքրքիր է, չէ՞։ Եթե ես Աստծո հետ մոտ հարաբերություն չունիմ, ես ինչ կրնամ օգնեմ, որ ինչ որ մեկը Աստծուն մոտենա։ Ու հենց տեղից մարմնով նշանակված հովիվները կսկսեն սպանել հոգով դծված առաջնորդներին, ասես եմ, որ նոր Տերը կտնե, մաշկարեներին, քուրերին, աղբերներին ու կսեն, չէ, դու սխալ կսես, դու Տիրոջից չես է։ Հա ինչի՞ պիտի քեզ համար սխալ չսե, որ դու Տիրոջ հետ կապ չունիս։ Հոգու հետ պիտի կապ ունենաս, որ ճանաչես ով է Տիրոջը։ Հիմի ինձ ինչ պիտի կրես, թե դու Տիրոջից կխոսաս, երբ որ դու ինքդ Տիրոջ հետ կապ չունիս։ Տերը քեզ ինչ հայտնել։ Կսե ով որ լսելու ագանջ ունի, թող լսե։ Մարդ կա իր համար այս անգաջը պարզապես դիզայն է, մարդ կա օղ կախելու համար է։ Լսելու ագանջ ունենալ ինչ կնշանակի։ Ունենալ հնազանդ սիրտ։ Ես պիտի քարոզեմ ավետարանը, ներկայացնեմ, պատմեմ Աստծո գործերը, միշտ ինչքան որ Տերս կառաջնորդե, որովհետև իմ ու քու հովիվդ որևէ պատասխանատու աղբերը չի այլ Աստված։ Ու եսօր շատ պես հիանալի պատասխանատու աղբերներ ճագերտավոր հիանալի կգտնվին դժոխքի մեջ, խոդին տանելով, որովհետև վերցրել են այն խոսքը, որ կինի իրավունք չունի քարոզելու, բայց չեն վերցրել, որ իրանք էլ են կին, որովհետև հարս է։ Ուրեմն կնիկ մարդ կա, տղամարդ կա։ Այսօր գիտեք, ինքան հետաքրքիր բան տեղ ունեցավ։ Մեր խմբագի մեջ այսպես խոսակցություն տեղի ունեցավ։ Մեր աղբերներից մեկը ասավ, թե գիտես, օրինակ Սառան իշքան հնազանդ էր, իր ամուսնուն տեր կկանչեր ու մի հատ պատմություն բերեց, օրինակ բերեց, թե մի հատ կին իր երեխին գցե ավտոյի տակ ու
կարնի ու վազելով կեշտա տուն, միլիցեքնե հետևից վազեն, թե ուշ կտանես երեխին, կսե տանի, որ ամուսնուս հարցնեմ, թե ինչ պդե եղնել ես, ինչ պդենենք երեխի հետ կաված, կսեն բոշ ճամպեն մերնի չէ կսեն, եթե ինքը մերնելու եղնի, աստված իրանք պահե։ Շատ լավ օրինակ էր։ Սի լավ կապնեք մի օրինակ մե ես պատմեմ։ Սյոնակ իրական օրինակ, իժական տեպք։ Իմ կյանքիցս։ Սի մաղջիկս խեղտեր գը։ Թուղթեր կուստվե խեղտեր գը։ Ամուսինս հեչ տեղի չշարժվավ։ Հելել եմ երեխիս կրգել եմ, ամուսինս այդ մարդը դիվական ազդեցության տակ էր, ինքը ինչ-բան չափ բաներ չէր սկա։ Հելել եմ երեխիս գազելով։ Հաստրել եմ հիվանդանոց։ Գազելով ուշադիր լսեք։ Հաստրել եմ հիվանդանոց, այդ ժամանակ Սուրբ Հոգին իջավ իմ վրես։ Լեզուներով կաղոտեմ ու այդ ժամանակ տեսոր երեխես արդեն նորմալ կաշկավորվավ, խեղտեր գինքը, թուղթը կոգորտին էր կաղնա, ինչ էր եղել։ Մինչև հիվանդանոց հասցրի լավցել էր։ Սեգատուն որ իմ մարդը ծված եղել էր կուդեր, այդ մարդը ծված եղ շատ կսիրեր կուդեր։ Հիմի սի էս մասին է ունագիշ կրնասես։ Աբրահամը ախր են տղեն էր որ։ Ինքը Աբրահամի պես հնազանդ մարդ չկար այն ժամանակ երկրի վրա։ Դե պդի բնական է տեր կոչեր, բայց տղամարդիկ կան որ։ Ինչ տղամարդ։ Ոչ իրանց պատասխանատվության մեջ են տղամարդ, ոչ ասուն իրանց որպես առաջնորդ կընդունեն։ Ոչ տիրոջ հետևից կեշտան, ոչ սրբության մեջ կքայլեն, ամբիոնի հետևն են տղամարդ, մեկ է շալվարով են տղամարդ։ Տղամարդը համարներ գրելով չէ։ Տղամարդը նիգ է, երբ որ տղամարդկություն կունենաս քո սխալներդ կուղես ու մինչև վերջ տիրոջ հետևից կեշտաս։ Հեչ տեսել եք որ կսեն տղամարդ աղջիկ է ինքը։ Հազարատ տղամարդ արժե։ Ու իժոք կանպես կանայք որ հազարատ տղամարդ արժեն։ Տղամարդը տունը պարգած է, կնիգը համ տղամարդ է, համ կնիգ մարդ է կան, պես ընտանիքներ շատ կան։ Տղամարդուն պիտի խոսք տան այն ժամանակ, երբ որ ինքը խոսք կուտա Աստծուն, որ ամեն ինչը տիրոջով կենե։ Հմ պատկերացրեք այդ կնոջ մարդը հոգևոր չներ, ինչի կեշտա իր ամուսնուն քաշն, որտեվ իր ամուսինը Աստծո մարդ է։ Դոր համար կվազե, բայց եթե պատկերացրա իր մարդը հարբեցող է, անհնազանդ է, հբարդ է, ինքնահավան է, եսասեր է։ Կեշտա կնիկ երեխին արնի բազե, իշտար մարդը հարբած ընկած է։ Չես է, աղջի խոտ ու դեբիլ չես, այդ երեխին ուր առաջ տարար վազեցել էր։ Ուրեմն սիրելիներ, տղամարդ էլ կա, կնիկ մարդ էլ կա, բայց տեսեք որ երկուսն էլ պետք է եղնին լավ մարդ, հնազանդ մարդ։ Տղամարդը մենակ շալվարով պետք է եղնի տղամարդ։ Կնիկ մարդն է մենակ երկար մազերով պետք է եղնի։ Այն մարդը, ով որ ասուն հնազանդ մարդ է, այդ մարդուն է Տերը կօգտագործե։ Սիրելիներ, որևէ մեկը ինձ չի կրնա կագնցնել, որ ես խոսամ Տիրոջ խոսքը, որովհետև իմ բերանս մենակ Աստված կրնա բացե, ու իմ բերանս մենակ Աստված կրնա փագե, ու որևէ եկեղեցի չէ իմ Աստվածս։ Այսօր շատ մարդիկ սխալներին ինչի կենտարկվին, որ եկեղեցուց դուս չեն, ինձ կրնան բոլոր եկեղեցիներից հանգիստ դուս են, որովհետև ես միշտ Տիրոջը պիտի հնազանդվեմ ու Տիրոջ հետևից պտեշտամ։ Ու գիտեք իմ կանջս ու կոչումս որն է Աստծո մեջ, ով որ Տիրոջ հետ ունի մոտ հարաբերություններ կրնակ հարցնեք։ Ես բոլոր եկեղեցիների վրա դրված եմ որպես մարգարե։ Նորից կրկնեմ ցեզի, մենք դուք կորոշեք, ես իրավունք ունիմ խոսալու թե չէ։ Աստված ինձ կանչել է, որ բոլոր եկեղեցիների մեջ մեղքը բացե ու հանդիմանե։ Ով որ հարցեր ունի, որ եկեղեցու առաջնորդը կուզեն զանգե, ես 2 անգամ այցել եմ այդ եկեղեցին, ես կիմանամ թե ինչ մեղքեր կա եկեղեցում։ Այսինքն ես կրնամ այցելեմ բոլոր եկեղեցիները։ Պարզեր ցեզի համար, սիրելի տղամարդիկ։ Իսկ ովքեր որ կգրեն կամ քուրեր, հարցեր ունիք, զանգարեք համարից, սիրով կպատասխանեմ։ 098 95 00 71
Պլյուս 374 այլ երկրում գտնվողներին կվերաբերվի։ Իմ հեռախոսահամարս է պլյուս 374 95 0071։ Կնոջը ու տղամարդուն աշկերտված է խոսալ, երբ որ Տերը քու բերանը չի բացե։ Այսօր շատ եկեղեցիների մեջ Տերը ում բերաննոր կբացե, մարմնից դրած հովիվը բերանը կփակե ու ինքը իր բերանը կբացի ու կջարտե ամբողջ եկեղեցու անդամներին ու կմտնիս այդ եկեղեցում կտեսնիս հոգևոր ծանրություն։ Հաջորդ փաստորսը Ուրդիս կրնաս իմանաս այդ եկեղեցին տիրոջից է, թե տիրոջից չէ։ Ուրդիս կրնաս իմանաս։ Նախ աղբերների խոսք չի տրվի, դու 15 րոպե խոսաս, դու 20 րոպե խոսաս, դու փառաբանությունը կենես։ Սիրելիներ, ով է ցեզիսը։ Եթե դու տիրոջից չես առե, նախ հոգին կգործե ազատության մեջ։ Քեզ ով այսօր հոգու վրա կրնաս ժամ տնես։ Հոգու վրա ժամ չես կրնա տնես։ Հոգին ինքը պիտի տնե քու վրա ժամ։ Երբ վանից եք սկսե Տիրոջ Սուրբ Հոգուն ղեկավարել 15 րոպեից ավել չխոսաս։ Սուրբ Հոգին գիտեք ինչ կսե, ես գնացի, դու մնացիր։ Դու քո տեղդ գիտեցի։ Ուսպես կսպանեն Սուրբ Հոգուն։ Մեր խմբակների մեջ ծառայությունները գիտեք ինչ կանցկացվին։ Ես կսեմ ում Տերը կառաջնորդ է, աննակուրը ով որ աննա քրոջը հարցնեք։ Սուրբ Հոգին կառաջնորդ է խոսա։ Չի առաջնորդ է, մի խոսա, մարմնից մի խոսացեք, մարմնից մի աղոտեք։ Կրնա ես սաղորը նստիմ ու հեչ բան չխոսամ, աղբոր ասված, այս աղբոր միջոցով կուզե խոսա, այն քրոջ միջոցով խոսա։ Ես պիտի Սուրբ Հոգու տեղը ցեսի առաջնորդեմ։ Ու այսօր շատ հոգևորականներ կզանգեն, ընցի որ սպանված են։ Ինչի, որովհետև Սուրբ Հոգին խոսա։ Մարդկային առաջնորդները կսեն դու մի խոսա։ Դու պիտի լռես։ Սիրելիս, ով էլ օրեղնիս, գնա Աստծու հետ քո հարաբերություններդ վերականգնե։ Աստված ինձի խոսք է տվե, օգնե մարդիկ ինձի մոդենան։ Քեզի մի մոդեցրու, ու ես ոչ մեկին ինձի չեմ մոդեցնե։ Ես միշտ կհարցնեմ Տիրոջը ու Տիրոջից կստանամ։ Ու գիտեք ինչի, որովհետև այնքան լավ Աստված օգնի որ գիտակցեմ, իմ ոչինչ եղնելս, որ ցանկացած հարցի պատասխան Տիրոջից կստանամ։ Սկանը սիրելիներ, կինը իրավունք ունի խոսալու, երբ որ Տերը կխոսեցնե։ Ես ինչ կրնայի հմիչ խոսա, երբ որ Տերը ինձ կխոսեցնե, ոչ մեկի հացով եմ, ոչ մեկի ջրով եմ, ոչ էլ որևէ մեկ եկեղեցով եմ, եկեղեցին դիք ես եմ, ես ինքս կհամարվեմ Սուրբ Հոգու տաճար, Սուրբ Հոգին իմ մեջս կբնակվի, եթե ես կքայլեմ կադարյալ հնազանդության մեջ Տիրոջով կընթանամ ու կաբրիմ Տիրոջը մենակ կորցնելու վախով։ Սկանը սիրելիներ, հարցեր ունիք, համարս 2 անգամ տվեցի։ Կրնաք զանգեք։ Համարձակություն ունեցեք Աստծո առաջին, Աստծո կահին մոդենալ ու վերցնել ձեր մեղքերն ու սխալները։ Մեր նպատակը ապրել Աստծո հետ, լսել Աստծո ձայնը, կատարել Աստծո կամքը, ազատվել եկեղեցու մեջ գերիներ եղնելուց ու ծառայել Սուրբ Հոգու ազատության մեջ։ Սկանը ինչ որ կուզենայի այսօր Տիրոջով փոխանցեի ցեզի։ Եղեք օրհնված Հիսուսիս զորավոր անունով, եթե հարցեր կա, կրնաք զանգեք։ Լավ մնացեք։